տեսնում եմ կան մարդիկ, ովքեր պնդում են, թե իշխանություններն ինչ մեղավոր են, որ Հայաստանում թմրանյութի տարածումը ահռելի չափերի է հասել։ Նախ սկսենք դրանից, որ իշխանությունները ի պաշտոնը իշխանության ներկայացուցիչները պարտավոր են պայքարել թմրանյութերի տարածման դեմ, դրա համար ստեղծված բազմաթիվ համակարգեր կան, այն է իրավապահ համակարգը, եւ իշխանությունները իրավապահ համակարգը ընդդիմության դեմ օգտագործելու փոխարեն պետք է օգտագործեին այդ թվում թմրանյութերի տարածման դեմ, պետք է կանխարգելեին թմրանյութերի տարածումը, պետք է պատժեին տարածողներին, Մի պահ եկեք պատկերացնենք, որ իշխանությունները հնարավորություն ունեն եւ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը չեն օգտագործում ընդդիմադիրների դեմ եւ կարող են օգտագործել նման հանցագործությունների կանխարգելման համար։ Եթե անգամ այս իրավիճակն ունենանք, ես կասկածում եմ, որ իշխանությունները կարող են հաջողություններ արձանագրել թմրադեղերի տարածման դեմ պայքարի գործում։ Ինչու՞, որովհետեւ իշխանական վերնախավում կան մարդիկ, ովքեր նախ ընդունել են, որ օգտագործել են թմրանյութ, այն է մարիխուանա, եւ երկրորդ իրենք համոզված էին, որ պետք է օրինականացնել մարիխուանայի վաճառքը, որովհետեւ մեկ է ժողովուրդը օգտագործում է, մարդիկ օգտագործում են դա, ավելի լավ է պետությունը դրանից եկամուտներ ստանա։ Նախ կան պնդումներ, որ օրինակ նույն մարիխուանան շատ ավելի անվնաս է մարդու օրգանիզմի համար, քան օրինակ նույն ալկոհոլը, որը մենք բոլորս օգտագործում ենք։ Քան ծխախոտը, որը մենք մեզնից շատերը օգտագործում ենք, Հայաստանը գիտեք ինչ բարձր ցուցանիշներ ունի այս առումով։ Ուզում եմ վստահեցնել, եւ որ սա պետք չէ այսպես հոգեվոր արժեքների բանի դեմ գնալ համար կոնտեքստում նայել նաև շատ։ Գուցե նաև ավելի ճիշտ ու չափով ճիշտ բան քննվող միջոցներով մարիխուանա վաճառվի, քան հիմա է արվում կամ մարիխուանայի համար տաքսև շուկայում ինչա։ Այսինքն երևույթը այնուամենայնիվ կա նաև կարծրատիպը մարդկանց մոտ, որը կոչվում է պլանքյար, որը անհասկանալի է եւ ըստ իս ժամանակի հարց է ամբողջ աշխարհում, որովհետեւ մարդիկ, ովքեր որ սիգարետ են ծխում, մարդիկ, ովքեր որ հարկեցողությամբ են զբաղվում, ի դեպ ասեմ, Հայաստանը ամենաշատ սիգարետ օգտագործող երկրների առաջնորդներից մեկն է։ Կարծում եմ, որ այդ գումարները պետք է բերվի պետական բյուջե եւ պնդում եմ դա։ Եթե օգտագործել եք, այո, թմրանյութ։ Կոնկրետ մարիխուանա, այո։ Սրանք միայն հրապարակային խոսողներն էին, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ սրանք իշխանական էլիտայում եզակի դեպքեր չեն։ Այնպես որ, եթե այս իշխանությունը անգամ ունենար հնարավորություն չօգտագործելու իրավապահ համակարգը ընդդիմադիրների դեմ, միևնույնն է թմրանյութերի տարածման դեմ պայքարը իրենց համար առնվազն վերջին տեղում էր լինելու։